Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Մեր անվանի հայրենակցի գիտական հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն եւ բազմակողմանի է եղել։ Գրեթե չկա հայրենագիտության բնագավառում որևիցե մի մաս ոլորտ, որտեղ նայր ծանրակշիռ եւ լուրջ խոսքը ասած չլինի։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է անվանի լեզվաբան Գևորգ Ջահոկյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Երևանի պետական համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բանասիրության թեկնածու դոցենտ Վարդան Պետրոսյանը եւ Երևանի պետական համալսարանի գերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Յուրի Գաբրիելյանը։ Բարի գալուս պարոնայք, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Գևորգ Ջահոկյանի կյանքի եւ գործունեությանը եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Անվանի լեզվաբան Գևորգ Ջահոկյանը ծնվել է 1920 թվականի ապրիլի 1-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում։ 1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1942-ից 43 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 43-ից 44 թվականներին ուսուցիչ աշխատել Հրազդանի շրջանում։ Ասպիրանտուրայի գիտական ղեկավարը Հրաչյա Աճարյանն էր։ 1945 թվականից մինչև կյանքի վերջը դասախոսել է Երևանի պետական համալսարանում, դասավանդելով հայոց լեզու, գրաբար, լատիներեն, լեզվաբանության պատմություն, համեմատական քերականություն, ընդհանուր լեզվաբանություն։ 1948-ից 57 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի օտարլեզուների, 57-ից 70 թվականներին ռոմանա-գերմանական բանասիրության ամբիոնների վարիչ։ 1962-ից 2005 թվականներին եղել է Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճարյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենը։ Մահացել է 2005 թվականի հուլիսի 6-ին։ Ջահոկյանն ակադեմիկոս էր, գիտության վաստակավոր գործիչ, Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների լեզվաբանական ընկերությունների անդամ։ Հայոց լեզվի պատմություն նախագրային ժամանակաշրջան մենագրության համար արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի։ 1995 թվականին Հայաստանի Հանրապետության գիտության ազգային մրցանակի։ Պարգևատրվել է ԽՍՀՄ եւ Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով։ Մշակել է լեզուների նկարագրման ընդհանրական մոդել եւ համեմատական քերականության սկզբունքներ։ Անուրանալի է Ջահոկյանի ավանդը Հայաստանի Հանրապետությունում լեզվաբանության զարգացման եւ կադրերի պատրաստման գործում։ Երևանի պետական համալսարանում նրա անունով անվանակոչվել է լսարան։ Պարոն Պետրոսյան, խնդրում եմ մեր հեռուստադիտողներին ներկայացրեք ինչ է իրենից ներկայացնում Ջահոկյանի համընդհանուր լեզվաբանական տեսությունը։ Դա ինչ-որ նորույթ է, թե հայ լեզվաբանության եւ թե ինչու՞ չէ, եթե իրոք այդպես է նաեւ համաշխարհային լեզվաբանության մեջ։ Ես կարծում եմ իսկապես դա նորություն է։ Պետք է ասել, որ համընդհանուր լեզվաբանական տեսություն մշակելու ուղղությամբ Գևորգ Ջահոկյանը փորձեր արել է դերևս այդ գրքի համընդհանուր լեզվաբանական տեսության հրապարակելուց մոտ 20-30 տարի առաջ, առանձին հոդվածների տեսքով, այնուհետև իր ժամանակակից հայերենի տեսության հիմունքները աշխատության ներածական մասում եւ այդ ոգով փորձելով շարադրել նաեւ այդ աշխատանքը, հետագայում ընդհանուր եւ հայ լեզվաբանություն աշխատության ներածական մասում փորձելով ճշգրտել իր կողմից մշակվող համընդհանուր լեզվաբանական գաղափարը եւ այդ համապատասխան տեսությունը եւ ի վերջո սա վերջնական տեսքով ներկայացնում է արդեն 1999 թվականին ռուսերենով լույս տեսած համընդհանուր լեզվաբանական տեսություն աշխատության մեջ, որովհետեւ պատկերացում կազմենք պարզ հանրամատչելի լեզվով թե ինչ է իրենից ներկայացնում, ես կփորձեմ մի քանի խոսքով դա ներկայացնել։ Գիտենք, որ 20-րդ դարի առաջին կեսին լեզվաբանության մեջ ձևավորվեց մի նոր ուղղություն, կառուցվածքային լեզվաբանությունը կամ այսպես կոչված ստրուկտուրալիզմը, որը լեզուն դիտում էր որպես ձև եւ կառուցվածք, այսինքն լեզվի բնորոշման, լեզվի բնութագրամար կարևոր էր համարում նրա արտաքին կողմը, թե ինչ միջոցներով է լեզուն արտահայտում միտքը կամ դրսևորվում լեզուն առասարակ։ Ջահոկյանի համընդհանուր լեզվաբանական տեսության մեջ ընկած է ճիշտ հակառակ մոտեցումը։ Ջահոկյանը կարևորում է բովանդակային կողմը, սուբստանցիան։ Այսինքն լեզուն բնորոշելու համար պիտի ելնել նրա բովանդակային կողմից, թե ինչ է ասվում առաջին հերթին եւ ոչ թե ինչպես է ասվում։
Եվ այս առումով Ջավուկյանը կարծես թե առանց հատուկ ընդգծելու հակադրվում է նախ այդ ստրուկտուրալիստական պատկերացումներին։ Բայց իհարկե սա համընդհանուր լեզվաբանական տեսության հիմնական սկզբունքներից մեկը ելնելով հանդերձ միակը չէ։ Գիտենք, որ դեռ 20-րդ դարի սկզբներին Սոսյուրի կողմից առաջադրված կարևորագույն դրույթներից մեկը լեզվի եւ խոսքի տարբերակումն էր, ավելին նույնիսկ ինչ-որ իմաստով այս երկու հասկացությունների հակադրությունն էր, բայց Ջավուկյանը իր համընդհանուր լեզվաբանական տեսության մեջ լեզվի եւ խոսքի առանձնությունը ընդունելով հանդերձ այնուամենայնիվ դեմ է արտահայտում նաեւ այդպիսի կտրուկ տարբերակներ։ Այսինքն պարոն Պետրոսյան, կարող ենք ասել, որ այս տեսությունը մեր հայրենակցի ստեղծած կամ ձևակերպած տեսությունը կիրառելի է ոչ միայն հայերեն լեզվի, այլև չեմ ուզում ասել աշխարհի բոլոր կամ շատ լեզուների ուսումնասիրության նա կոչվում է համընդհանուր լեզվաբանական տեսություն հենց նրա համար, որ պիտի կիրառել լինի բոլոր լեզուների նկատմամբ։ Բոլոր լեզուները պիտի կարողանաս այդ սկզբունքով ներկայացնել, մատուցել, բնորոշել եւ ոչ թե միայն հայերենի։ Այդ տեսությունը ստեղծված չէ միայն հայերենի համար։ Այդպիսի տեսություններ լեզվաբանության պատմության մեջ ժամանակ առ ժամանակ փորձել են ստեղծել տարբեր անվանի գիտնականներ։ Որոշ իմաստով կարելի ասել, որ այդպիսի տեսություններ օրինակ դանիացի գիտնական Ելմսլևի կողմից մշակված այդ գլոսեմատիկական ուսմունքը, առասարակ դանիական կառուցվածքային դպրոցի ներկայացուցիչների կողմից մշակված գլոսեմատիկական ուսմունքը, որը իր վերջնական ձևակերպումը ստացավ Ելմսլևի կանխադրույթներ լեզվի մասին ուսումնասիրության մեջ։ Այս աշխատանքը ժամանակին շատ բարձր է գնահատվել, իհարկե ընդունելով այդ տեսության կարևորությունը, բայց եւ այնպես Ջավուկյանը անուղղակիորեն կարծես թե հերքում է նաեւ այս գլոսեմատիկական տեսության հիմնական դրույթները եւ իր նորն է արդեն եւ առաջարկում է իր նորը, որովհետեւ դեռ Ջավուկյանից էլ առաջ եւ Ջավուկյանի շրջանում արդեն իսկ շատերը նկատել էին, որ գլոսեմատիկան շատ կուր տեսություն լինելով հանդերձ այնուամենայնիվ գործնականում գրեթե կիրառելի չէր։ Պարոն Գաբրիելյան, Ջավուկյանը նաև բազմաթիվ աշխատություններ հեղինակ է, որոնք նվիրված են հնդերոպաբանությանը։ Այդ լեզվի այդ ուսմունքին Ջավուկյանի վերաբերմունքը կամ այդ ուսմունքի զարգացման ոլորտում նրա ունեցած ներդրումը ներկայացրեք խնդրեմ։ Նախ ասեմ, որ Գևորգ Ջավուկյանը միջազգային ճանաչում բերեցին հենց հնդեվրոպաբանական ուսումնասիրությունները, թեև ինքը ունի բազմատեսակ, բազմաբնույթ։ Այսինքն այդ ուրցապաշխատությունները օտար լեզուներով են հրատարակվել։ Այո։ Մինչև իր կյանքի վերջը նա գրում էր հոդվածներ միջազգային տարբեր հանդեսներին հնդեվրոպաբանության ոլորտում եւ այս ոլորտում էլ նա հայտնի դարձավ, միջազգային ճանաչում բերեց նրա աշխատությունները։ Ընդհանրապես հնդեվրոպաբանություն ասելով պետք է հասկանանք պատմահամեմատական լեզվաբանությունը, որը զբաղվում է լեզուների պատմական հիմքերի բարձրաբանմամբ, այլ ցեղակից լեզուների հետ համեմատություններով։ Ջավուկյանը հնդեվրոպաբանական որևէ նոր տեսություն առաջ չի քաշել, սակայն չկա որևէ հնդեվրոպաբանական մի որևէ կարևոր հիմնարար տեսություն, որին անդրադարձած չլինի Ջավուկյանը։ Հեղինակավոր կարծիք հաստատ չլինի։ Անպայման։ Թեև իր հիմնական նպատակն էր բարձել հայերենի պատմական արմատները, բայց քանի որ հայերենը ինքը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին, ակամա անդրադառնում էր նաև հնդեվրոպաբանական հայտնի տեսություններին եւ ինչը կարևոր է հատկապես ներդրումը Ջավուկյանի այս ոլորտում այն էր, որ հայրենը արդեն մյուս դասական լեզուներին հավասար ներգրավեց որպես հետազոտական նյութ։ Եվ աշխարհում ներկայացնելու առումով մեր ակադեմիկոս Ջավուկյանի ներդրումը իրոք անշուշտ։ Պարոն Պետրոսյան, բառարաններ հայ լեզվաբանության պատմության մեջ բազմաթիվ են եղել, շատ են եղել, դրանցից հանրահայտ են Աճարյանի բառարանները, Մալխասյանցի, Աղայանի եւ մյուս այլ հեղինակների, սակայն գուցե ժամանակի առումով ուշ է տպվել։ Գևորգ Ջավուկյանի հայերեն ստուգաբանական բառարանը այնքան էլ հայտնի չէ։ Դա ինչ բառարան է։ Աճարյանի կրկնությունն է կամ շարունակությունն է, ինչով է դրա տարբերությունը։
Հայերեն ստուգաբանական բառարանը թերևս Ջահուկյանի միակ բառարանագրական աշխատանքն է եւ այս աշխատության վրա նա սկսել է աշխատել իր կյանքի վերջին շրջանում, որքանով ես գիտեմ։ Բայց ստուգաբանությունները անշուշտ ուղեկցել են Ջահուկյանի ամբողջ գիտական կենսագրությանը, որովհետեւ զբաղվելով, ինչպես պարոն Գաբրելյանը ասաց, պատմամատական լեզվաբանությամբ, մասնավորապես պատմամատական հայրենագիտության խնդիրներով, Ջահուկյանը բնականաբար պետք է զբաղվեր նաև ստուգաբանություններով, որպեսզի կարողանար այդտեղ նոր խոսք ասել։ Եվ այդ ստուգաբանությունը սփռված է նրա առաջին համատական բնույթի աշխատություններից սկսած այդ աշխատություններով։ Այս բառարանը անշուշտ Աճարյանի արմատական բառարանի կրկնությունը չէ։ Մի անգամ անձնական զրույցներից մեկի ժամանակ, երբ ես հարցրեցի, երբ դեռ բառարանը բնականաբար չէր տպագրվել Ջահուկյանին, թե ինչպիսին է լինելու այն, ընդգրկելու է արդյոք այն բոլոր բառահոդվածները, որոնք առկա են Աճարյանի արմատական բառարանում, ինքը ասաց ոչ։ Ես ասաց, օրինակ ստուգաբանությունների պատմություն չեմ տալու, բարբառներում որպես կանոն այս կամ այն բառի առկայության մասին կառուցվածքային եւ էական տարբերություններ կան Աճարյանի հետ։ Կառուցվածքային առումով տարբերություն կա։ Աճարյանի արմատական բառարանը այդ առումով շատ ավելի ընդգրկուն է եւ շատ ավելի հարուստ է։ Աճարյանի արմատական բառարանը իմ կարծիքով ավելին է, քան պարզապես ստուգաբանական բառարան։ Եվ պիտի խոստովանենք, որ մինչև օրս այս առումով գերազանցված աշխատանք ընդգրկուն մենք դերևս չունենք։ Բայց ո՞րն է Ջահուկյանի բառարանի արժանիքը եւ առանձնահատկությունները։ Նախ դատելով հենց բառարանի խմբագրի եւ հրատարակչի ներածական խոսքից, պիտի ասենք, որ Ջահուկյանը շրջանառության մեջ է դրել եւս 1000 բառ, եթե Աճարյանի արմատական բառարանը ընդգրկում էր մոտ 11000 արմատ, ապա Ջահուկյանի բառարանում կարծես թե այդ թիվը ասված է 12-ի։ Դա արդեն հսկայական ավելի մեծ թիվ է։ Բայց իհարկե դա չի նշանակում, որ բոլոր այդ 1000 նոր բառերը Ջահուկյանի անձնական ստուգաբանություններն են։ Այս առումով թե Ջահուկյանը կոնկրետ քանի բառ է ստուգաբանել այդ բառարանում շատ դժվար է դարձին պատասխանելը, որովհետև գտնվելով բառարանը սևագիր վիճակում, կարելի ասել ձեռագիր վիճակում, երբ Ջահուկյանը մահացավ եւ չհասցրեց իր ամբողջական տեսքին բերել, ըստ էության նա նաեւ չմշակեց եւ չճշգրտեց, որոնք են հատկապես իր կողմից կատարված ստուգաբանությունները ինքը անձամբ ինչ է ավելացնում։ Բայց բառարանի ուսումնասիրությունը, իդեպ ես այդպիսի մի փոքր փորձ տարիներ առաջ արել եմ, բառարանի մասին գրելով գրախոսություն, ցույց են տալիս, որ նրա անձնական ստուգաբանությունները տարբեր անվանումներով բառարանի էջերում արտացոլված են։ Եվ ջահ մակագրությամբ, եւ թերևս բնիկ բառ, թերևս բնիկ ինდեվրոպական բառ, անստույգ բառ, բայց իհարկե միայն Աճարյանի բառարանի հետ համեմատական քննությունը կարող է պարզել ի վերջո որքան է Ջահուկյանի կողմից կատարված աշխատանք է Ջահուկյանը կատարել եւ մեծ աշխատանք է կատարել եւ պիտի ափսոսել միայն, որ չհասցրեց ինքը ավարտին այդ շատ կարևոր աշխատանքը։ Շնորհակալություն։ Պարոն Գաբրելյան, եթե սխալում եմ, խնդրում եմ ուղղել ինձ, մեր լեզվաբաններից, նկատի ունեմ հայ լեզվաբաններից, Ջահուկյանն է ամենայն դեպս վերջի երևի 30 կամ 40 տարվա ընթացքում, որ արժանացել է մեր հանրապետության պետական մրցանակի, նկատի ունեմ հայ լեզվի պատմություն նախագահային ժամանակաշրջան այդ աշխատության համար, դե ինքնին արդեն հասկանում։ Հայաստան պետության պետական մրցանակի արժանանալը խոսում վկայություն է։ Այդ աշխատությունը խնդրում եմ ներկայացրեք, որ ինչ է իրենից ներկայացնում, որ դրա համար հատուկ պետական մրցանակ է շնորհվել նրան։ Շատ լավ։ Ուրեմն հայոց լեզվի պատմություն նախագահային ժամանակաշրջան այս աշխատությունը Ջահուկյանի հիմնարար աշխատություններից մեկն է, նա ունի մի քանիսը այդպիսին։ Ընդ որում առանձնանում է այս աշխատությունը այն բանով, որ այստեղ ներգրաված են նրա մինչ այդ կատարված բոլոր տեսակի հետազոտությունները հայոց լեզվի նախագրային պատմության ուսումնասիրությանը նվիրված, պետք է հատկապես նկատի ունենանք, եթե ասում ենք նախագրային, դա այսպես մինչ մաշտոցյան շրջան։ Անշուշտ։ Իսկ սա իր հերթին ենթադրում է անպայման պատմահամեմատական մեթոդի գործադրում, նրա տիրապետում, բազմաթիվ լեզուների իմացություն էր անհրաժեշտ, որ Ջահուկյանն ուներ, որտեղ միայն հայոց լեզվի փաստերով նախագրային լեզվի նախագրային ինքը Ջահուկյանը բազմաթիվ լեզուների է տիրապետում։ Անպայման ինքը ավարտել է ԵՊՀ գերմաներենի ամբիոնը, տիրապետում էր նախ գերմաներենին, անգլերենին, եվրոպական լեզուներին,
սեմական շատ լեզուների այնպես որ այս ոլորտը ամեն դեպքում որ տնողի համար շատ լեզուների իմացությունը պարտադիր է։ Ջավոկյանը ուներ այդպիսի գիտելիքներ եւ հնարավոր եղավ գրել այս իսկապես շատ կարևոր աշխատությունը, որը նվիրված է նախ հայոց լեզվի շրջանաբաժանմանը, նա իրականացնում է հայոց լեզվի շրջանաբաժանում, բաժանելով նույնիսկ այդ հին շրջանը վաղնջական շրջան, այսինքն նոր բաժանում է տալիս նոր բաժանում է տալիս, ընդ որում նա գտնում է, որ վաղնջական շրջանը հայոց լեզվին պետք է մոտ լիներ հնդեվրոպական ընդհանուր վիճակին, այսինքն վաղնջահայերենը, այսպես ասենք, անցման օղակ է հանդիսանում հնդեվրոպական ընդհանուր նախալեզվի եւ հայերենի հին հայերենի միջև։ Այստեղ կատարված են, ինչպես պարոն Պետրոսյանը Ջավոկյանի բառարենի մասին խոսեց, ստուգաբանական, հենց այն ստուգաբանական հետազոտությունները, բառերի ստուգաբանությունը, որը ինքը կատարել է ինքնուրույնաբար։ Ես դժվարանում եմ ասել քանիսն է այդտեղ, բայց բավական ճշգրտումներ է արված այդ շրջանի համար եւ վստահելի հավատ ներշնչող անշուշտ կան իհարկե ոչ հստակ ինքն էլ նշում է որ կասկածելի է, բայց ճշգրտումները բավական մեծ թիվ են կազմում, ընդ որում ինքը այստեղ օգտագործել է եւ հայտնի հնդեվրոպական բառարան Պոկորնու բառարանը, որ ամենակատարյալն է համարում ինչ այսօր, եւ Աչարյանի արմատական բառարանը, որին ավելացրել իր ստուգաբանությունները, հենց որոնք ավելի շատ առնչվում են վաղնջահայերենի շրջանին, այսինքն շատ հին ձևեր են ներկայացնում։ լեզվի հնագույն շրջանին, վաղնջահայերենը, գուցե լավ չնչի, հնագույն շրջանին։ Այնուհետև նա անդրադարձել է հայերենի ավելի ուշ շրջաններին, լեզվական շփումներին, հնդեվրոպական ցեղակից, ոչ ցեղակից, կովկասյան լեզուների, սեմական լեզուների հետ, բարձր փոխառությունները, փոխազդեցությունները հայերենը ինչ փոխառություններ է տվել այլ լեզուներին, ինչ փոխառություններ է վերցրել, ինչ չափով են ազդվել հայերենից այլ լեզուները եւ այդ ամենը իհարկե հաշվի առնելով օրինաչափ պետք է համարենք, որ արժանացել այդ աշխատանքը պետական մրցանակ։ Իհարկե, իսկապես արժանի աշխատանք է, որտեղ սա հիմնարար աշխատություն է եւ այսօր էլ կարծում եմ առայժմ այն գերազանցող այդ բնագավառում աշխատանք առայժմ գոյություն չունի։ Եթե կարելի է, ես ուզում եմ մի փոքր հավելում անել այդ առումով։ Իմ կարծիքով Ջավոկյանի այդ հայոց լեզվի պատմություն նախագծային ժամանակաշրջան աշխատությունը նախապատրաստող աշխատանքների թվում շատ մեծ արժեք են ներկայացնում հայերենի եւ հնդեվրոպական հին լեզուների առնչություններին նվիրված աշխատանքները, մասնավորապես այդպիսի գիրք ունի, որտեղ ըստ էության Ջավոկյանը Աչարյանից եւ Ղափանցյանից, ես ասեի հատկապես Ղափանցյանից հետո կարողանում է շատ ավելի հիմնավոր ցույց տալ հայերենի եւ հնդեվրոպական հին լեզուներ ասելով նա նկատի ունի այսպես կոչված անատոլիական տարածաշրջանի, մեր տարածաշրջանի հնդեվրոպական հին լեզուները, այս լեզուների հետ առնչությունները եւ բավականին որքանով որ թույլ էին տալիս այդ ժամանակի լեզվաբանական հնարավորությունները, բավականին համոզիչ փաստերով ցույց տալ այս հնագույն լեզուների հետ հայերենի ունեցած առնչությունները, ինչը որ իմ տպավորությամբ Աչարյանի հայոց լեզվի պատմություն աշխատության մեջ այդքան ընդգծված չկա։ Թերևս Աչարյանը այն ժամանակ դեռ այդ կարևորությունը այս լեզուների հետ հայերենի առնչություններին չի տվել։ Այսօր Աչարյանի անունը իհարկե շատ արտասանվեց։ Ջավոկյանը ավելի քան 40 տարի եղել է Գիտությունների ազգային ակադեմիայի Աչարյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, այսինքն Ջավոկյանը հանդիսացել է մեր հանրապետությունում լեզվաբանական գիտության կամ լեզվաբանական քաղաքականության ընդհանուր ղեկավարը կամ համակարգողը եւ լեզվաբանության զարգացումը հավանաբար շատ բաներով պայմանավորված էր հենց նրա լեզվի ինստիտուտի տնօրեն լինելու հանգամանքով։ Այս հարցին թերևս ավելի ճիշտ կլիներ, որ պատասխանային լեզվի ինստիտուտի համապատասխան աշխատակիցները, ովքեր Ջավոկյանի հետ այդ հաստատության մեջ երկար տարիներ աշխատել են, որովհետև մենք ակադեմիական համակարգում չենք եղել, մենք եղել ենք Ջավոկյանի ուսանողները, այնուհետև երիտասարդ գոլեգաները համասարանական աշխատանքներում, բայց անշուշտ Ջավոկյանը առաջին հերթին որպես գիտական հեղինակություն է եղել լեզվաքաղաքականության
ղեկավարը, առաջնորդողը, որպես մեծ գիտնական, եւ հետո միայն ես կասեի որպես այդ ոլորտի վարչական պատասխանատու, որովհետեւ ինչքանով որ ես եմ հասցրել ճանաչել Ջավուկյանին, Ջավուկյանի խոսքը առաջին հերթին մարդկանց համար նշանակություն ունեցել է հենց իբրև գիտնականի, որովհետեւ նա կարողացել է համոզիչ եւ սպառիչ խոսք ասել ցանկացած հարցի առնչությամբ, որը որ տվյալ պահին քննարկվել է։ Իսկ մյուս կողմը, որպես վարչական ղեկավար, թերևս եղել է դրա լրացումը։ Այսինքն իբրև գիտնական նա առաջին հերթին հեղինակություն է եղել մարդկանց համար եւ հետո միայն որպես իհարկե դրական փաստ է, որ վարչական ղեկավարը նաեւ գիտնական է։ Մի շատ կարևոր աշխատանքի մասին եւս հիշատակել Ջավուկյանի լեզվաբանության պատմություն երկաթուղ ուսումնասիրության մասին, որը իմ կարծիքով Ջավուկյանի գիտական կենսագրության մեջ որոշակի փուլ կանխորոշող աշխատություններից է։ Որքանով որ ես եմ տեղյակ, եթե սխալվում եմ, պարոն Գաբրելյանը կարող է ուղղել, այս լեզվաբանության պատմության ուսումնասիրությունների մեջ սա բացառիկ ուսումնասիրություններից մեկն է առհասարակ, որտեղ ուսումնասիրված է համաշխարհային լեզվաբանական միտքը իր սկզբնավորման օրից մինչև մեր ժամանակները։ Եվ իհարկե Ջավուկյանը օգտագործել է մինչ այդ եղած նմանատիպ ուսումնասիրությունները, բայց այդ ուսումնասիրությունից եւ ոչ մեկը այն ծավալը, այն խորքը, այն տարողությունը չունի, ամենայն դեպս որոնց որ ես ծանոթ եմ, որքան որ այս մեծարժեք աշխատությունը։ Իհարկե, պարոն Պետրոսյան, մի հաղորդման մեջ նոր չի, որ բոլոր աշխատություններին ես կուզեմ այս միտքը գնա եւ պիտի ասեմ, որ մեր ամբիոնի նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանը այժմ հրատարակում է Ջավուկյանի լեզվաբանության պատմության այդ երկու հատորը, որքանով ես տեղյակ եմ, մամուլը արդեն տպագրված է եւ կազմարարական աշխատանքների փուլում է։ Սա մասնագետների համար ում որ կարող է շնորհակալություն այդ աշխատանքի համար, հուսանք այս տարի լույս կտեսնի։ Պարոն Գաբրելյան, Ջավուկյանը փաստորեն երևի 60 տարի անդադար զբաղվել է գիտական գործունեությամբ, սակայն, այսինքն վերնաշանի զբաղված է եղել, ասվեց որ արդեն վարչական աշխատանքները ղեկավար պատասխանատու գործով է զբաղվել, սակայն դրա հետ միաժամանակ նաև տասնամյակներ շարունակ դասախոսական, մանկավարժական գործունեությամբ է զբաղվել, պատրաստել մեր հանրապետության տասնյակ, եթե ոչ հարյուրավոր երիտասարդ լեզվաբանների։ Նրան որպես մանկավարժ ներկայացրեք, եթե շփվել եք որպես ուսանող կամ դեր Ես ինքս Ջավուկյանի ուսանողն եմ եղել, ասեմ որ Ինքն ավելի քաջատեղյակ եք։ Այո, ինքը այսպես ասեմ, ուղեկցել է նաև ասպիրանտուրայում եւ ընդհանրապես գիտության մեջ բոլոր քայլերը արվել են նրա ներկայությամբ։ Թե տեխնացուական ատենախոսությունը, թե դոկտորական, այսինքն երիտասարդ գիտնականներին ճանապարհ ուղի հարթելու հարցում նա բավականին դրական դերակատարություն ունեցել։ Ասեմ նաև, որ մինչև լեզվի ինստիտուտ տեղափոխվելը Ջավուկյանը երկար տարիներ ղեկավարել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնը։ Ասացի, որ ինքը ավարտել է այդ ֆակուլտետը եւ բնականաբար երկար տարիներ աշխատելով ունեցել է բեղմնավոր մանկավարժական գործունեություն համալսարանում, դասավանդել է համալսարանի տարբեր ֆակուլտետներում, թե հայկական բանասիրական, թե ռոմանա-գերմանական բանասիրության, թե արևելագիտության եւ մյուս հումանիտար ֆակուլտետներում, ինչպես նաեւ դասախոսների որակավորման բարձրացման դասընթացներն եմ ես հիշում, որ բավական հետաքրքիր էին անցնում, դասախոսները վերապատրաստվող հիացած էին Ջավուկյանի դասախոսություններով, իսկ ինչպես էր նա մեկնաբանում, բավական բարդ էր այն առարկաների ցանկը, այն որ կարդում էր Ջավուկյանը հայերենի համեմատական։ Ենթադրում եմ, որ Ջավուկյանը այդ բարդ առարկաները բավականին դյուրամարս ձևով էր ներկայացնում։ Համաձայն եմ, շատ դյուրամարս ձևով, մատուցում էր շատ մատչելի եւ կարողանում էր գրավել ամբողջ լսարանը եւ մինչեւ իր կյանքի վերջը ինքը զուգահեռ գիտական աշխատանքին զուգահեռ նաեւ դասավանդել է Երևանի պետական համալսարանում եւ դասերակել բազմաթիվ սերունդներ, տվել հետևորդներ եւ գիտության մեջ եւ համալսարանի տվել համապատասխան մասնակիցներ։ Ովքեր համոզված են, որ կշարունակեն Ջավուկյանի թողածավանդները, Աճարյանի, Ջավուկյանի, մեր մյուս անվանի լեզվաբանի ավանդները եւ ավելի կզարգացնեն։
Հարգելի բարեկամներ, այսօր փորձեցինք ներկայացնել Գևորգ Ջահուկյանին, նրա հայագիտական գլխավոր աշխատանքները, հասկանալի է, որ այս մի քանի աշխատանքների ներկայացմամբ ամենևին է չի սպառվում, նրա աշխատությունները բոլոր դեպքերում Ջահուկյանը, ակադեմիկոս Ջահուկյանը հայրենագիտության, մեր լեզվի ուսումնասիրության տարբեր ոլորտներում այնպիսի կոթողային աշխատություններ է ստեղծել, որոնք մինչ այժմ էլ եւ հետ այսօր թողել են մնայուն հետ։ Հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր անվանի լեզվաբան ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։